Երբ որ մեր իմունիտետը տեղն է, քամին փչում է, մենք այդ քամին քիչ ենք էլ զգում։ Իսկ երբ որ մեր իմունիտետը տեղը չի, նույն քամին ինձ է որ փչում է, մենք մրսում ենք, հիվանդանում ենք, գերբես ու վիրուսը առաջանում։ Նույն կերպ մենք ունենք էմոցիոնալ իմունիտետ, կամ կարող ասեք հոգեբանական իմունիտետ, որը ես սիրում եմ այն ժողովրդի լեզվով ասած համբերության բաժակի նման բան նկարեմ, sense մի հատ բան։ Պատկերացնենք, էսի այդ իմունիտետն է, որը առօրյայում տարբեր բաներից լցվում է։ Ինչ որ մի բանից քիչ, ինչ որ մի բանից շատ, ինչ որ մի բանից քիչ, բայց օրը 10 անգամ, ենթադրենք 10 անգամ հիշում եք նորվայնանում եք, կամ 10 անգամ հիշում եք ճղայնանում եք։ Սենց առօրյայում տարբեր բաներից լցվում է։ Չգիտեմ, միջանձնային հարաբերությունները, ընկերուհի տունն է, ինչ որ կոնֆլիկտներ, գործի տեղն է, ինչ որ կոնֆլիկտներ, անցյալից ինչ որ թեմա կա, որի հետ կապված Պարբերաբար հիշում եք ինչ-որ մեղքի զգացում եք ունենում, էլ չեմ ասում երկրի վիճակա, պատերազմա, դոլարի կուրսա, կովիդ էր մինչև այդ հարազատի կորուստա, ինչ ասեմ, սենց լցվում է, հիվանդություններ լցվում է, պայմանական ցա եմ գրում, լարվածություն, տագնապ, մեղքի զգացում, վիրավորանք, հիասթափություն, տխրություն, զայրույթ, ընկճվածություն, մոտիվացիայի անկում, լցվում է։ Եվ որ այսքան լցվում է, սա բնականաբար սա պետք է թափվի։ Նույնիսկ զուտ sense բացատրում եմ, որ ձեր համար պատկերավոր լինի, էլի։ Հետո հստակ ֆիզիոլոգիայով բացատրում։ Այս թափվածը մենք մարմնում զգում ենք։ Թվով մոտ մի 40 բան։ Ու բացարձակ կարևոր չի, թե դուք այդ 40-ից որն եք զգում։ Սրա մեջ է մտնում։ Թվարկում եմ, կարաք ձեր մոտ նշեք, կարաք ձերը ֆիքսեք, կարաք դուք հիմա մի բան ունենաք, այն մյուսը չունենաք, հետո 2 ամիս հետո այն մյուսը նոր ունենաք։ Սրանց մեջ են մտնում սրտխփոցներ, սրտի արագ աշխատանք, ճնշման տատանումներ, կրծքավանդակում սեղմոցներ, այրոցի զգացողություն, ոնց որ մեկը ոտը դաշի դրած սեղմած լինի, տենց ինչ-որ տպավորություն կարա լինի, կոկորտում սեղմոցներ, կուլ տալու դժվարություն, տպավորություն, ոնց որ մի բան կոկորտդ կանգնեցել մի օդը չերիքելու տպավորություն, շունչը կտրվելու տպավորություն, ոնց որ քաշես, բայց տեղ չհասնի, մի տեսակ քիչ ելնի, վերանու կոկորտը կարա չորանա, գլխապտույտներ, գլխացավեր, օդերով ելնելու տպավորություն, աչքերի առաջ ոնց որ մժորվի, ֆոկուսից ընկնի, մառախուղի նման ինչ-որ բան լինի, մարդկ ասում ասոր ինչ զայջիկ եմ տեսնում, մարդկ ասում ոնց որ տրուբի մեջից ինչ-որ նայեմ, դող, կարա լինի դող, որը տեսանելի է, կարա լինի դող, եմ որ ասում են ներքին մի տեսակ դող ունեմ, այսինքն ոնց որ դողում է, բայց նայում է հայելում է չի դողում, կամ ձեռներին նայում է չի դողում, բայց ինքը զգում է, որ դողում է, մարդկ ասում ոնց որ վիբրացիաներ մեջովս անցնի, մարդկա ասում է իսկականից նայում եմ ցնցվում եմ, այդպես դող կարա առաջանա ձեռքերում, ոտքերում, գլխի շրջանում կարա ունենա ականջներում աղմուկ կարա առաջանա, խշշոց, ֆշշոց, թշշոց, տզոց, դզոց, որ զանգում ասում են գլխից մեջ խշշոց է անգե, ես լսեցի ինձ ինսուլտ է խփել, բան ես այդ ճտոցը լսել եմ, ականջների փակվել կարա առաջանա, սառը քրտինք կարա առաջանա, տպավորություն կարա լինի, ոնց որ շոկը խփի վրա այդ այդպես այդ տենդի զգացումը կարա առաջանա, ստամոքսաղիքային խանգարումներ կարան առաջանան, վքնածություն, իժոգայի տպավորություն, ներողություն, բխկոցներ, սրտխառնոցներ, հաճախամիզություն կարա առաջանա, փորկապություն, փորլուծություն կարա առաջանա, թվով մոտ մի 40 բան ստե կարա առաջանա։ Ու մեծ հաշվով կապ չունի դուք դրանցից որն ունեք, հեսա մի քիչ հետո կհասկանաք ինչի կապ չունի։ Երբ որ սրանք մեր զգում ենք մեր մարմնում, հենց այդ պահին, որ նախ զգում ենք, մի հատ էլ սրանից ենք վախենում։ Մի երեք չի սրանք կային, մի հատ էլ էս ասում լծվել։ Բնականաբար ավելի ուժեղ կսկսի թափվել, ավելի շատ կսկսեն վախենալ, ավելի շատ կթափվի, ավելի ուժեղ կվախենան։ Ու դառնա կոպիտ ասած այդ պանչիսկի ատակը ասվածը։ Հեսա ուրիշ թեմա էլ դա կբացատրեմ։ Իսկ սրանից մենք վախենում ենք, որպես կանոն 5 պատճառով։ Մարդկա 5-ն էլ ունի։ Մարդկա գիտի թե մենակ մեկն ունի։ Մարդկա գիտի թե չունի, ասում է չէ, ես չեմ վախում, ինձ պրոստատա հաճ է, բայց հետո ասենք 3-4 այցից հետո հասկանա, որ իրականում լավ էլ վախենում էր դրանից։ Ու կապ չունի դուք դրանցից որից եք վախում, ինչի որտեղ ես սիրում եմ իրան համեմատեմ բժշկական ձեռնոցի հետ փչած վիճակում, որ ես մի մատը սխում ես, այն մյուսնա դուրս գալի, ես սխում ես, այն մյուսնա դուրս գալի։ Դա մեր կապ չունի որնա։ Երբ որ սա մենք զգում ենք մարմնում, սրանից վախենում ենք, որտեղ կամ մտածում ենք, որ մեր սրտին ինչ-որ բան կլինի, ինֆարկտ, ինսուլտ կկանգնի, կպայթի, կտրակի, կամ մտածում ենք, ուշաթափվեմ, գիտակցությունից կկորցնեմ, կընկնեմ, կամ մտածում ենք, շունչս կկտրվի, կխեղդվեմ, կամ մտածում ենք, ինքնատիրապետումս կկորցնեմ, կխելագարվեմ, ինձ կվնասեմ, ուրիշին կվնասեմ, կամ
մտածում են կողքից ինձ այդ վիճակում կտեսնեն, այդ բանիկ իրար խառնված վիճակում կտեսնեն, կմտածեն չգիտեմ, աննորմալ եմ, խայտառակ կլինեմ եւ այլն։ Կոպիտ ասած, թե ինչ կմտածեն կողքից այդ վախ։ Հետո այս որ անցնում էլ է, այդ պահին չգիտեմ, տեղ խմեցիք, լվացվեցիք, սկորի կանչեցիք, մագնեզիում սրսկեցին, անցավ ինչ եղավ։ Այս որ անցավ էլ։ Ձեր մոտ դե մի թազա մեծ կլորի կհայտնվում, որ դուք հիշում եք այս ձեր լեզվով ասած վատանալը, որ դուք վատացել եք, ու սպասում եք, որ բաղոր էլի լինի, բա երբ լինելու կարող է էլի լինի։ Այս մեծ կլորիկը մենք հիշում ենք սա, մտածում ենք, որ էլի սկսելու է, էլի բռնելու է, բա որ սկսի բա որ վատանալ, ու սրանից սկսում ենք էլի վախենալ։ Ու սա սկսում է ֆոնային, կարող եք այդ բանը ուշ բանով զբաղեցնել, բայց ինքը ֆոնային, sense ասած, էլի լարվածություն, ոնց որ կախած կացին լինի գլխիդ վերև, որ ամեն րոպե սպասում ես թե երբ հալը, ու չի դես երբ կլինի։ Հենց դրանք առօրյայում ասում աստվածը չի խնայ, ենել ես դարում, ստրեսային բաները շատ են, մի հատ էլ էսա գումարվում, բնականաբար ավելի շատ պետք է սկսի թափվել։ Ավելի շատ պետք է սկսի լցվել։ Դրանից է բնականաբար ավելի շատ պետք է սկսի թափվել։ Դրա համար մարդիկ գնում են բժշկի, բժիշկն ասում է նևրոզա, ինքս դիտավորել եմ երեով ասում էլի, ասում են նևրոզը պետք է դեղ խմես, որ բուժվի։ Ես դեմ չեմ դեղերին ժողովուրդ, բայց դեղը ինքը օժանդակ բուժում է, ինքը լիարժեք բուժում չի, ինքը ասենց ասած ավելի շատ օգնող պատժ կանող բան է, ոչ թե բուն լուծումն է։ Ու դեղ են խմում, որ էսի չլինի, որ սա մարմնում չզգան, օքեյ, դեղը ազդում է, իրենք էդի չեն զգում։ Հետո դեղը հանում են, բայց էսի հոգ է, սրանք հոգ են, էլի սա առաջանում է, որովհետև իրականում ձեր խնդիրը սա չի, իրականում ձեր խնդիրը սա է։ Իսկ սրա պարագայում սա ինչքան է տհաճ է, բայց ինքը առողջ ֆիզիոլոգիա է։ Դրա համար բժիշկները ստուգում են ասում են, որ դուք խնդիր չունեք, որովհետև սա պաթոլոգիա չի, սա խնդիր չի, սա առողջ ֆիզիոլոգիա է։ Այնքան առողջ, ինչքան որ եթե ոնց որ սիրում եմ ասեմ, աշկերիդ մեջ փոշի ալացեք, պետք է արդյունք առաջանա։ Ներողություն, եթե թունավորվել եք, պետք է լուծում գնեք։ Հա, ոչ մեկ չի ասում, ջան, ուրա, ինչ լավ է, ինչ հավես է, կայֆ է, լուծեմ ընկել։ Հա, ոչ մեկ էլ դրանից հաճույք չի ստանում, տհաճ է։ Ձեր առօրյան խառնվում է իրար, խախտվում է իրար, պլաններն է, էս այն է, բայց առողջ է,